Հանրագիր Հայաստանի Հանրապետության բնակչության հոսանքի սակագինը իջեցնելու վերաբերյալ պետական իրավասու մարմին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիմք ընդունելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 520N որոշման համար 2 հավելվածով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների սահմանման և վերանայման կարգի 3-րդ գլուխը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից 2025 թվականի հունիսի 6-ին ներկայացված թիվ E1908 գծիկ 25 և հոկտեմբերի 30-ի թիվ գրությունները հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն անհրաժեշտ հասույթի և գնման էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի և հաշվարկային մեծությունների դրական տարբերությունը 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում կազմել է 3,6 միլիարդ ՀՀ դրամ, սույն թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերոհիշյալ դրական տարբերությունը ոչ միայն չի նվազել, այլ աճել է կազմելով շուրջ 6 միլիարդ դրամ։ Պահանջում ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ-բաժնետիրական ընկերության սակագնային մարժան վերոհիշյալ կարգով սահմանված ամենասեղմ ժամկետում նվազեցնել 01 նոյեմբերի 2024 0110 2024 ընկած ժամանակահատվածում ընկերությանն անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրաէներգիայի արժեքի փաստացի և հաշվարկային մեծությունների առաջացած դրական տարբերության ճշգրտված մեծության չափով և տնտեսված միջոցները ուղղել վերջնական սպառողների, առավելապես բնակչության սոցիալական անապահով խմբերի համար սահմանված սակագների նվազեցմանը։ Այստեղ հիմնավորումը կայանում է նրանում, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5 միլիարդ կիլովատժամ, որից 2,1 միլիարդ կիլովատժամը սպառվել է բնակչության կողմից։ Եվ եթե մենք դիտարկում ենք, որ կա 6 միլիարդ և ավել դրամի խնայողություն, որը որ մենք բաժանենք 2 միլիարդ բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի, դա կազմում է մոտ 3 դրամի կարգով, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը։ Սա է մեր դիրքորոշումը ու մեր հանրագրի պահանջը։